Արմեդիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ կանխավ, շնորհակալություն բոլորին մշտապես մեզ աջակցելու համար։ Սկսենք օրվա լուրերը եւ սկսենք ԱՄՆ զինծառայողների վերջին տվյալներով, զինված ուժերում Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավորների թիվը 399 է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը։ Պաշտոնական տվյալների համաձայն վիրավոր զինծառայողներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Երկու շաբաթ առաջ ներկայացված նախորդ հաշվետվությամբ վիրավորների թիվը կազմում էր 348, որոնցից 6-ը ծանր էին, սակայն ռազմական հրամանատարությունը չի տրամադրում հավելյալ մանրամասներ վիրավորների առողջական վիճակի փոփոխությունների վերաբերյալ, ուստի պարզ չէ, արդյոք որևէ մեկի վիճակը բարելավել է կամ վատթարացել։ Հոքինսի փոխանցմամբ ընդհանուր վիրավորներից 354 զինծառայողն արդեն վերադարձել են ծառայության։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվածների թիվը անփոփոխ է՝ 13 ամերիկացի զինծառայող։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև դիվանագիտական գործընթացի փխրուն ուղին դեռևս հնարավոր է ավարտված չէ։ Ավելին, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները կարող են վերսկսվել արդեն շաբաթվա վերջում։ Օրեր առաջ Պակիստանը ստանձնելով կարևոր միջնորդի դեր Իսլամաբադում հյուրընկալեց ամերիկյան եւ իրանական պատվիրակությունների ուղիղ բանակցությունները։ Այս քննարկումները դարձան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի շփումը Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Թեև սպասումները մեծ էին, բայց ինչպես արդեն տեղյակ եք, բանակցություններն ավարտվեցին առանց պաշտոնական համաձայնագրի։ Այժմ կա զգուշավոր լավատեսություն, որ բանակցությունների երկրորդ փուլը կարող է պսակվել հաջողությամբ։ Իրանական պաշտոնյաները ըստ տեղեկությունների բաց են թողել ժամանակային պատուհան ուրբաթից մինչև կիրակի բանակցությունները վերսկսելու համար։ Այս ջանքերի հիմքում ոչ միայն դիվանագիտությունն է, այլև հրատապությունը։ Ապրիլի 8-ին ձեռք բերված փխրուն հրադադարը այժմ կախված է բարակ թելի վրա։ Հրադադարը պետք է ավարտվի ապրիլի 22-ին, ինչը թողնում է շատ սահմանափակ ժամանակ դիվանագիտական առաջընթացի համար։ Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի նման երկրներն այժմ կուլիսների հետևում աշխատում են հրադադարը հնարավոր 45 օրով երկարաձգելու ուղղությամբ։ Բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ ապահովելու նպատակով։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում լարվածությունը նվազեցնելու եւ երկխոսությունը վերականգնելու համար։ Նրա կառավարությունը նաեւ ակտիվորեն կապի մեջ է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի հետ շարունակվող դիվանագիտական գործընթացին միջազգային աջակցություն ապահովելու համար։ Վաշինգտոնը պահպանում է կոշտ դիրքորոշումը բանակցություններում։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ներկայացրել է իր վերջնական եւ լավագույն առաջարկը։ Հիմնական պահանջները ներառում են Իրանի հարստացված ուրանի նկատմամբ միջազգային վերահսկողություն եւ խիստ վերահսկման մեխանիզմներ ապակայում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անդրադարձել էր այդ իրավիճակին, նշելով, որ Իրանը շարունակում է հետաքրքրված լինել համաձայնությամբ, նույնիսկ պնդելով, որ իրանական ներկայացուցիչներն են կապ հաստատել բանակցությունների ավարտից հետո։ Սակայն Իրանը մերժել է այդ պնդումները։ Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ բանակցությունները կանգ են առել Միացյալ Նահանգների կողմից ներկայացված չափազանց մեծ պահանջների պատճառով։ Երկրի ղեկավարությունը պնդում է, որ պատրաստ է երկխոսության, սակայն միայն միջազգային իրավունքի եւ փոխադարձ հարգանքի շրջանակներում։ Կան նաև տարաձայնություններ այն հարցում, թե որտեղ պետք է անցկացվի բանակցությունների հաջորդ փուլը։ Ենթադրվում է, որ Իրանը նախընտրում է վերադառնալ Իսլամաբադ, ճանաչելով Պակիստանի չեզոք միջնորդի դերը։ Մյուս կողմից, ԱՄՆ պաշտոնյաները ըստ տեղեկությունների ուսումնասիրում են այլ վայրեր, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ կազմակերպչական հարցերը դեռևս լուծված չեն։ Դիվանագիտական գործընթացի ձախողումը կարող է հանգեցնել նոր բախումների, մինչդեռ նույնիսկ փոքր առաջընթացը կարող է վերափոխել ԱՄՆ-Իրան հարաբերությունների ապագան եւ որոշակի կայունություն բերել անկայուն տարածաշրջանին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում լարվածության եւ անկայունության ու Իրանի դեմ իրականացված գործողությունները չունեն որևէ իրավական հիմնավորում ու բարձրացրել է հարց, ինչու են թիրախավորվել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մենք ինչով ենք մեղավոր։ Ինչ էինք արել, որ հարվածեցին մեզ։ Մենք որևէ մեկի վրա հարձակվել էինք, որևէ օրենք խախտել էինք, նշել է նա։ Նրա խոսքով Իրանը պատրաստ է համագործակցության եւ մշտապես հայտարարել է, որ գործում է միջազգային իրավունքի շրջանակում։ Մենք ասում ենք, եկեք ընդունենք միջազգային իրավունքը, մենք դրան դեմ չենք գործում, դուք էլ ընդունեք մեր իրավունքները, ասել է Փեզեշքյանը։ Նա նաեւ քննադատել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները, նշելով, որ միջազգային որևէ օրենք չի արդարացնում նման գործողությունները։ Որտեղ է գրված միջազգային իրավունքում, որ կարելի է հարվածել հիվանդանոցներին, բուժհաստատություններին, համալսարաններին կամ գործարաններին, ընդգծել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է աշխարհում աճող լարվածությանը, ընդգծելով, որ միջազգային իրավունքն այսօր առավել կարևոր է, քան երբևէ։ Նրա խոսքով աշխարհը շարժվում է դեպի ավելի մեծ բևեռացում եւ ուժային մրցակցության սրում եւ առանց միջազգային իրավունքի պահպանման անկայունությունը կաճի, անվստահությունը կխորանա, իսկ հակամարտությունները կարող են դուրս գալ վերահսկողություններից։ Գուտերեշը հատուկ անդրադարձել է Մերձավոր Արևելքի ճգնաժամին, ընդգծելով, որ դրա համար ռազմական լուծում գոյություն չունի։ Նրա խոսքով խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են շարունակական բանակցություններ եւ քաղաքական կամք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ միջազգային նավարկության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում Հորմուզի նեղուցում, պետք է հարգվեն բոլոր կողմերի կողմից։ Լրագրողների հարցերին ի պատասխան Գուտերեշը նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների հնարավոր վերսկսումը չափազանց կարևոր է։ Նրա խոսքով նման բարդ եւ երկարատև հակամարտությունները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում եւ անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն զուգահեռ պահպանելով հրադադարը։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ը հաստատել է $12 միլիոն Իրանում հումանիտար օգնություն տրամադրելու համար, նպատակ ունենալով աջակցել առավել խոցելի բնակչությանը։ Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել է նաև Իսրայելի եւ Լիբանանի միջև ընթացող բանակցություններին, նշելով, որ պետք չէ սպասել, որ դրանք անմիջապես կլուծեն բոլոր խնդիրները։ Սակայն ըստ նրա, այդ քննարկումները կարող են փոխել իրավիճակը եւ ստեղծել նոր պայմաններ լարվածության նվազեցման համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի միջև անցկացվող բանակցությունները կարող են դառնալ պատմական հնարավորություն Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու եւ երկարաժամկետ կայունություն հաստատելու համար։ Հանդիպումը տեղի ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտում Իսրայելի դեսպան Յեխիել Լայթերի եւ Լիբանանի դեսպան Նադա Համադդե Մոավադի մասնակցությամբ։ Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է երկու երկրների հետ ամուր հարաբերությունները պահպանելու հարցում եւ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ այս գործընթացում։ Նրա խոսքով ներկայիս հանդիպումը բացառիկ պահ է, չնայած այն բարդություններին եւ տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրներին, որոնք բերել են այս իրավիճակին։ Սա կողմերի առաջին ուղիղ բանակցություններն են 1993 թվականից ի վեր։ Պետքարտուղարը շեշտել է, որ բանակցությունները չեն սահմանափակվում միայն հրադադարի հարցով։ Խոսքը շատ ավելի լայն գործընթացի մասին է, որը միտված է տարածաշրջանում Հեզբոլլահի ազդեցությանը վերջ դնելու եւ այն վնասների հաղթահարմանը, որոնք ըստ նրա հասցվել են ինչպես Իսրայելին, այնպես էլ Լիբանանի ժողովրդին։ Ռուբիոն նշել է, որ լիբանանցիները նույնպես տուժել են այս իրավիճակից, ընդգծելով, որ նրանք գտնվում են ինչպես Հեզբոլլահի, այնպես էլ Իրանի ազդեցության հետևանքների ներքո եւ այս իրավիճակը պետք է փոխվի։ Նա ընդգծել է, որ գործընթացը չի ավարտվի մի քանի ժամում եւ չի սահմանափակվում մեկ հանդիպմամբ։ Պետքարտուղարի խոսքով այս բանակցությունների հիմնական նպատակը հիմք ստեղծելն է այնպիսի շրջանակի համար, որը հնարավորություն կտա հասնել կայուն եւ երկարաժամկետ խաղաղության։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լայթերը մեկնաբանել է Վաշինգտոնում կայացած բանակցությունները։ Լայթերի խոսքով բանակցությունների ընթացքում կողմերը արձանագրել են շատ կարևոր մի փաստ։ Իրենք գտնվում են նույն կողմում, ինչը նրա գնահատմամբ ամենադրական արդյունքն է այս փուլում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը եւ Լիբանանը միավորված են մեկ գլխավոր նպատակի շուրջ՝ ազատել Լիբանանը Իրանի ազդեցության տակ գտնվող Հեզբոլլահ խմբավորման վերահսկողությունից։ Նրա խոսքով Լիբանանը փաստացի գտնվում է այդ ուժի ազդեցության տակ, մինչդեռ Իսրայելը մշտապես ենթարկվում է հրթիռային հարձակումների եւ սահմանային սպառնալիքների։ Դեսպանը նշել է, որ քննարկումները ներառել են նաև երկարաժամկետ տեսլական, որի շրջանակում երկու երկրների միջև պետք է ձևավորվի հստակ սահման, իսկ ապագայում հարաբերությունները կարող են հասնել այնպիսի մակարդակի, երբ քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել արդեն ոչ թե ռազմական, այլ տնտեսական եւ քաղաքացիական նպատակներով։ Լայթերը ընդգծել է, որ Իսրայելի համար քաղաքացիական բնակչության անվտանգությունը քննարկման առարկա չէ եւ չի կարող դրվել բանակցությունների սեղանին։ Նրա խոսքով այս բանակցությունները կարելի է գնահատել որպես պատասխանատու քաղաքականության եւ խաղաղության ուղղությամբ քայլ, հատկապես հաշվի առնելով, որ Հեզբոլլահը փորձել է կանխել Լիբանանի մասնակցություն այս գործընթացին, սակայն Լիբանանի կառավարությունը, ինչպես նա նշեց, ընտրել է բանակցությունների ճանապարհը։ Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային լայն ազդեցությանը, նշելով, որ կարևոր է լիարժեք տարանջատում ապահովել Լիբանանի եւ Իրանի միջև, քանի որ Իրանը, նրա ձևակերպմամբ, շարունակում է մնալ ապակայունացնող գործոն տարածաշրջանում։ Համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ ոլորտի առաջնորդները կոչ են անում կառավարություններին չխորացնել համաշխարհային շուկաներում առաջացած խափանումները։ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը եւ միջազգային էներգետիկ գործակալությունը զգուշացրել են չկուտակել պաշարներ եւ չսահմանել արտահանման սահմանափակումներ։ Նրանց խոսքով այդ քայլերը կարող են ավելի սրել այն, ինչ նրանք են անվանել ոլորտի երբևէ հասցված ամենամեծ ցնցումը։ Համատեղ հանդիպումից հետո ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան
կոչ է արել զսպվածության, քանի որ բազմաթիվ տարածաշրջաններ բախվում են մատակարարումների պակասի։ Գեորգիևան ասել է, որ կապի մեջ է եղել Ասիայի, Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների հետ, որտեղ աճում են էներգետիկ հասանելիության հետ կապված մտահոգությունները։ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթի Բիրոլը նշել է, որ որոշ երկրներ չեն օգտագործում արտակարգ պաշարների թողարկումները նախատեսված ձևով։ Նրա խոսքով, այդ պաշարները հենց նախատեսված են շուկաներին աջակցելու եւ էներգիայի օգտագործումը ապահովելու համար, սակայն որոշ երկրներ դրանք ավելացնում են իրենց արդեն իսկ գոյություն ունեցող պահուստներին, միաժամանակ սահմանելով արտահանման սահմանափակումներ, ինչը չի օգնում շուկաների կայունացմանը։ Այս կոչերը զուգորդվում են ԱՄՆ գործողությունների հետ, քանի որ զինված ուժերը սկսել են արգելափակումը Իրանի նավահանգիստներից դուրս եկող նավերի համար։ Միաժամանակ Իրանն էլ սպառնում է պատասխան քայլերով։ Նավթի գները կրկին աճել են, գերազանցելով 1 բարելի դիմաց $100։ ԱՄՆ-ն եւ Համաշխարհային բանկը այժմ կանխատեսում են համաշխարհային տնտեսական աճի դանդաղում եւ գնաճ պատերազմի հետևանքով։ Միջազգային էներգետիկ գործակալությունը արդեն իսկ ազատ է արձակել մոտ 400 միլիոն բարել նավթ իր պահուստներից եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր ձեռնարկել։ Այսօր 5-րդ կինն է հայտնվել, որը մեղադրում է Էրիկ Սվալվելին սեռական բնույթի ոչ պատշաճ վարքի մեջ։ Սա տեղի ունենում 1 օր անց այն բանից հետո, երբ ճնշումների տակ գտնվող դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է ներկայացուցիչների պալատից իր հրաժարականի մասին եւ 2 օր անց, երբ նա դադարեցրել էր Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրաշավը։ Զոհը, որը չի թաքցրել անունը եւ ներկայացել է որպես Լոնա Դրյուս, պատմել է, որ Սվալվելին կասկածում է իր գինիի մեջ թմրեցնող ինչ-որ բան խառնելու մեջ։ Մամուլի ասուլիսի ընթացքում Դրյուսը ներկայացրել է 2018 թվականին տեղի ունեցած ենթադրյալ հանդիպման մանրամասները Սվալվելի հետ։ Նրա խոսքով նրանք պետք է միասին գնային քաղաքական միջոցառման, սակայն կոնգրեսականն ասել է, որ պետք է մտնի իր հյուրանոցային սենյակ որոշ փաստաթղթեր վերցնելու համար։ Երբ հասել են նրանք հյուրանոցային սենյակ, նա արդեն անգործունակ վիճակում է իրեն զգացել։ Դրյուսի պնդմամբ Սվալվելը բռնաբարել է իրեն եւ խեղդել։ Դրյուսը հավելել է, որ այս դեպքը խոր ազդեցություն է ունեցել իր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ իրենց իրավաբանական թիմը պատրաստվում է պաշտոնական հաղորդում ներկայացնել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակ։ X հարթակում հրապարակված տեսանյութում Սվալվելը ներողություն է խնդրել իր ընտանիքից, աշխատակիցներից եւ ընտրողներից իր անցյալում թույլ տված սխալների եւ դատողությունների համար։ Սակայն նաեւ հայտարարել է, որ պայքարելու է իր դեմ ուղղված կեղծ մեղադրանքների դեմ։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք, ցտեսություն։